Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահերի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել, որ Հայաստանը ժամանել Նիդերլանդների թագավորության քաղաքացի ՌԴ-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել եւ հրավիրվել է մաքսային հսկողության գոտի, ուր ռենտգեն սկանավորման միջոցով ենթարկվել է անձնական մաքսային զննման։ Արդյունքում նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ։ ՌԴ-ն տեղափոխվել է Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս են բերվել կոկային տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ազգային անվտանգության ծառայության, տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ։ Պարզվել է թմրամիջոցների Հայաստանի Հանրապետության ներկրումը եւ հանրապետության տարածքում դրանց հետագա իրացում կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևանի հասցեներից մեկում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել եւս երկու քաղաքացի։ Ձերբակալված ՌԴ-ն, ԱՊ-ն եւ ՍՄ-ն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։ Նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։